Հայեղափոխական դաշնակցությունը չի բացառում, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Քաղաքականության մեջ հիմնական մոտեցումն է եղել, որ երբեք որևէ բան պետք չի բացառել։ Եթե հայտարարել է, որ չեմ լինելու, կարող է եւ լինել։ Շատ հնարավոր է, իրավիճակները փոխվում են եւ դրա համար երբեք մի ասա երբեք։ Այդ շատ կարևոր է բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների համար, որովհետեւ տեսնում ենք ինչքան են մի բան ասում, հետո այլ բան է տեղի ունենում։ Հիշեցնենք, մոտ 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Ես Սերժ Սարգսյանս այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պարլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ Մինչդեռ սահմանադրական փոփոխություններից հետո այսօր արդեն Սերժ Սարգսյանն այդ հնարավորությունը չի բացառում։ Անցած շաբաթ Ալ Ջազիրային տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր, թե իր վարչապետ դառնալու հարցը պայմանավորված է ընտրություններում իշխող հանրապետականի ստացած քվեների քանակով։ Որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա։ Սահմանադրական փոփոխությունները պաշտպանած եւ երկրի խորհրդարանական մոդելի ջատագով Դաշնակցություն խմբակցության ղեկավարը համաձայն չէ, թե երկրի կառավարման մոդելը փոխելով Սերժ Սարգսյանն իշխանության ղեկին մնալու հնարավորություն ստացավ։ Արմեն Ռուստամյանը շեշտում է, իրենց համար կարևոր է, թե ինչպես կանցնեն 2017-ի խորհրդարանական ընտրությունները։ Եվ եթե ընտրությունների արդյունքների վրա որևէ մեկը չկասկածի, ապա Սերժ Սարգսյանի մնալու հարցը ոչ մեկին չի հուզի։ Եվ այդ ընտրությունների արդյունքների վրա որ որևէ մեկը չկասկածի, արդյոք որևէ մեկի համար էլ խնդիր կառաջանա, թե Սերժ Սարգսյանը մնաց, թե գնաց։ Օրինակ վերցնենք տարբեր երկրների օրինակներ, կան չէ, որ մի քանի անգամ նույն քաղաքական ուժը իր իշխանությունը պահպանում է, հիմա այնտեղ վերարտադրվում են, թե վերընտրվում են։ Ոչ ոք չի կասկածում, չէ, իրանց ընտրվելու գործընթացների վրա, դրա համար չի ասում վերարտադրվել են։ Ես էլ նույնն եմ ասում։ Եթե Հայաստանում մենք իսկապես ունենանք ընտրությունների նորմալ անցկացման ավանդույթ, այդ ժամանակ հարց չի առաջանա։ Սերժ Սարգսյանը կմնա, թե կգնա, քաղաքական ուժը, որը իշխում էր, մնաց, թե գնաց։ Այնպես արեք, թող չմնա, դուք ունեք այդ հնարավորությունը անելու, թող ժողովուրդն արդեն մտածի, որ փոխվել է վիճակը եւ պետք չի մեղադրել ուրիշներին։ Այս համակարգը պատասխանատվություն առաջացնում բոլորի համար կոնկրետ։ Եթե այնուամենայնիվ նման որոշում կայացվի, որպեսզի Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ստանձնի Դաշնակցությունը կողջունի այդ քայլը, թե կարծում է, որ Սերժ Սարգսյանն այլևս չպիտի լինի ոչ նախագահ, ոչ վարչապետ։ Մենք անձերի հետ, նորից եմ ասում, երբեք խնդիր չենք ունեցել։ Մենք ունենք հարց նորմալ, արդար համակարգ ձևավորելու հետ կապված եւ դա էլ անում ենք։ Հիմա ասում եմ, փոխել ենք ընտրական համակարգը այնպես, որ ես վստահ եմ, որ աննախադեպ ընտրություններ են լինելու եւ այդ առումով մենք ունենք հնարավորություն իշխանությունները փոխելու ընտրությունների միջոցով, ոչ թե արուն թափելու միջոցով։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Երկրորդը, ինչպիսին էլ լինի այսօր Սերժ Սարգսյանի կարգավիճակը հետագա, նա չի կարող ունենալ այն լիազորությունները, ինչ որ ուներ այս համակարգով։ Սա նույնպես շատերը դեռ չեն հասկացել, բայց կհասկանան։ Ուժեղ լծակ չի ունենալ։ Ոչ, վարչապետը չի ունի, այսօր վերցնեն կարթան մի քիչ աչքերը բաց նայեն, կտեսնեն, որ վարչապետը չունի այն լծակներն, ինչ որ ունի այսօրվա գործող նախագահը։ Այսինքն նույն նախկին Սերժ Սարգսյանն այլևս չի կարող լինել որևէ ձևով։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար Սերժ Սարգսյանի հայտարարությունը զարմանալի չէ։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշում է, իրենց համար ի սկզբանե պարզ էր, սահմանադրությունը փոխվում էր մեկ նպատակով՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երկարացնելու համար։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ ամենը վստահելի չէ եւ որ իրական ծրագիրը վերարտադրությունն է եւ բացարձակապես չենք զարմանա, թող զարմանան նրանք, ովքեր այդ ժամանակ հավատացին իրեն եւ ոչ թե մեզ։ Իշխող հանրապետականը մինչդեռ հորդորում է սպասել մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները։ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, թե այժմ խոսում ենք մի հարցի շուրջ, որն օդում կախված է։ Ըստ նրա, եթե հիմա իրենք վարչապետի հարց քննարկեն, կնշանակի արդեն հաղթել են հաջորդ տարի կայանալիք ընտրություններում։
Հաշվի առնելով ավելի վաղ նրա արած հայտարարությունը Սերժ Սարգսյանի, որ չի լինելու ոչ վարչապետ, ոչ նախագահ, այս դեպքում ինչու սпасել ընտրություններին, եթե դու արդեն որոշել ես քեզ համար կամ գուցե փոխել է նա որոշ։ Նա ընդամենը ցանկություն չի ունեցել անդրադառնալ մի բանի, որի մասին դեռ խոսելը վաղ է։ Իսկ Հայաստանի Հանրապետության նախագահը որևէ մեկ անգամ չեմ հիշում, որ դրժած լինի իր խոսքը։ Այսինքն նա չի լինի վարչապետ, բան Բաղդասարյան։ Դուք նորից սկսում եք եթեներով խոսել կամ ենթադրություններով։ Ես ընդամենը ասում եմ, որ վաղ է դրա մասին խոսելը։ Հաշվի առնելով, որ նա չի դրժում եւ նախապես էլ հայտարարել։ Պատասխանների եւ մեկնաբանությունների ինքը տվել է եւ կտա նաեւ ապագայում։ Հնարավոր է փոփոխություն սպասենք նրա այս հայտարարությունը հաշվի առնելով քաղաքական Իր զարգացում։ հայտարարությունների մեջ որևէ փոփոխություններ չի լինում, իսկ քաղաքական զարգացումները առաջ են ընթանում։